Վանոյի գրականությունը նաև շատ ուժեղ էրոտիզմ ունի իր մեջ։ Մենք Վանոյին գիտենք որպես, չգիտեմ, այդպես քաղաքական գործի, չհրապարակախոս, խորագետ, այդ ոճի բաներով։ Ինքը շատ էրոտիկ գրականություն է այդ իմաստով։ Նաև ամուսնացած տղամարդկանց, որ հոգնել են իրենց կանանցից կամ ընդհանրապես այդ ընտանեկան կենցաղից հոգնել են ու ինչ որ սիրուհիներ են ման գալիս։ Սիրուհիների դիրքից գրականություն, ոնց են տղամարդկանց ընդունում, ոնց չեն կարում առանց տղամարդկանց։ Օջախի կանանց գրականությունից, որոնք սիրեկաններ չունեն, որոնք չեն դավաճանում իրենց ամուսիններին, մարմնավաճառուհիներ չեն, բայց այլ սեռական փորձառություն են ուզում։ Իրենք հոգնել են իրենց կյանքից, իրեն հոգնել են կենցաղից, հոգնել են երեխեքից, հոգնել են ամուսիններից, նոր բան են ուզում։ Այս բոլոր թեմաները անընդհատ կա, անընդհատ sense տարբեր կարմիր գծերով գնում է տարբեր հատվածներում։ Սիրա ինչի ինքը ջոկում է, ինքը հենց էրոտիկ է, հենց ոնց որ սիրո մարգինալ դրսևորումներ այն թեկուզես ինչ որ այդ հակումների, հա, սեռականության բավարարման, հա, այդ առումով է ինքը էրոտիկ գրականություն ու այդ հատվածներն էլ են նաև շատ ֆիլմային, էլի, որովհետև նկարագրությունները շատ ուժեղ են։